Փրկության տապանը հետագայում Աստծո խոսքը ասում է, որ Տեր Հիսուսը հենց այդ փրկության տապանն է։ Հիմա մենք զուգահեռներ անցկացնենք։ Պողոս Արաքյալն ասում է, մեր ասած լուրին ով հավատաց։ Դա օրինակ դուք նկատել եք, որ մենք գենետիկ կասկածամիտ ենք։ Ուրեմն կասկածը եթե չգա, մարդը կբժշկվի։ Որտեղ Տերը ասել է, հավատա ես կանեմ։ Մեր գործը հավատալն է, մեր գործը ոնց կարանչի։ Ասում է, եթե դու մի բան խնդրեցիր եւ կասկածեցիր, ել չի լինի դա։ Տեր Հիսուս ասում է, եթե դու հավատաս, ես ներս կմտնեմ քո իրականության մեջ։ Այսինքն հավատքը մի կամուրջ է, որով Տերը ներս է գալի, իրավունք է ստանում մեր իրականության մեջ գալու։ Ահա ես կանգնած եմ եւ թակում եմ քո սրտի դուռը։ Եթե դու լսես, բացես, ես ներս կմտնեմ։ Հիվանդը ունի բժշկի կարիք։ Տենց էլ ասում եմ, նա որ գիտի, որ ինքը մեղավոր է, ես որպես փրկիչ կարամ հայտնվեմ։ Եթե մեկը գիտի ինքը արդար է, իմ կարիքը չունի։ Ահա թե մեր համար ինչ տապան տրվեց։ Հավատաս, զղջաս եւ մտնես տապանը։ Պայմանը է դա։ Ես ձեզ պատմեցի փրկության լուրը։ Երբ որ դու ընդունես Տեր Հիսուսին, բայց մենակ թե իրական ընդունես, դու դառնում ես արդեն Աստծո որդի։